Աշկես բումբումի Ժպիտը կոտակի տոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Բարև ձեզ երեխաներ, այսօր նորից մենք մեր հրաշք թագավորությունում ենք։ Այսօր ինձ հյուրընկալվել է Արսենը, բարև Արսեն։ Ինչպե՞ս ես։ Լավ, այսօր մենք ներկախարդական մատիտներով պետք է նախշեր անենք, թե քո ձեռքերին, թե դեմքին։ Իսկ ում ես ուզում նմանվես այսօր։ Ավատարի։ Ես սկսեմ քո դեմքին նկարել, իսկ դու այդ ընթացքում երեխաներին պատմի, թե ավատարն ով է, ինչ է սիրում, ուտել, թաքնել, որտեղ է ապրում։ Համաձայն ես։ Ինձ մեկ էլ օգնիր տեսնեմ ինչ գույնով պետք է սկսենք նախշեր անել։ Ահ, կապույտով։ Շատ լավ, վերցնեմ կապույտը եւ սկսեմ ձեռքերին նախշեր անել։ Դե պատմի տեսնեմ ինքն ով էր, որտեղ էր ապրում։ Կատակասերը։ Ինքը բարի հերոս է, թե չէ։ Բարի։ Փաստորեն նա բարի հերոս է։ Կատակասեր լինել։ Մեկ որ շատ է վախենում։ Իսկ ումից է վախենում։ Չգիտես, ինքը թշնամիներ ունի։ Այո, Ովքեր են թշնամիները։ կրակի մոգերը։ Գրակի մոգերը։ Իսկ ինքը ինչ է սիրում ուտել։ Միրգ ամենաշատը։ Միրգ։ Ինքը կենդանի է, մարդ է, ով է ընդհանրապես։ Մարդ է։ Լավ, ինչպես արդ մարդը։ Շատ լավ։ Խնդրում եմ մյուս թաթիկը տուր։ Մյուս ձեռքին էլ անենք ավատարի նախշը։ Սլաքներ։ Իսկ ինչու էր սլաքներ, ինչ ես կարծում։ Օրինակ, եթե դու ավատարի հեղինակը լինեիր ֆիլմի կամ մուլտֆիլմի, ինչ նախշեր կանեիր։ Կանեիր արդյոք սլաքներ, թե մեկ այլ նախշ կանեիր։ Սլակնից սազում է երևի նրան։ Ախ, քեզ դուր է գալիս։ Լավ, հասկանալի է։ Իսկ գույները կփոխեիր սլաքների։ Ոչ, այսինքն ոչ մի փոփոխություն չես ուզում անես, իսկ ես այնպեսին եմ, որ սիրում եմ փոփոխություններ անել։ Մեկ-մեկ լինում է վինիթուխ եմ նկարում, իսկ վինիթուխի գույները փոխում եմ։ Օրինակ վարդագույն վինիթուխ եմ նկարում, կամ ծեփում մեր ծեփամածիկով։ Անգամ լինում է, որ մանուշակագույն վինիթուխ եմ պատրաստում, պատկերացնում եք երեխաներ։ Չնայած բոլորն էլ ճանաչում են, ասում, հա, վինիթուխն է, ուրիշ գույնիկներով։ Ահա, իսկ դու նման բաներ անում ես փոփոխություններ։ Ոչ, բայց մեր դասարանից մի աղջիկ կա, որ վարդագույն մոլորակ է նկարել։ Պատկերացնեմ ինչքան գեղեցիկ է ստացվել։ Իսկ ինչ է ձեր դասարանի աղջկան անունը։ Չես հիշում։ Անժելա, Եվա, Մոնիկա։ Ահ, երեխաներ, այնպես են կարդել մեր Մոնիկային։ Երանի այստեղ լիներ, այնքան հարցեր կտար, այնքան գեղեցիկ պատմություններ կպատմեր։ Շարունակենք մեր աշխատանքը, սլակը նորից ներկենք սպիտակներով։ Եվ մի քանի գծիկներ անենք, որովհետև ավատարի դեմքին այսպիսի գծիկներ կար, որոնք մթության մեջ ֆոսֆորատիպ էին, մթության մեջ լույս էին տալիս։ Հրաշք մի ֆիլմ, իհարկե Արսենը կարծեմ մուլտֆիլմն է տեսել եւ խաղերն է խաղում ավատարի, ես միայն ֆիլմն եմ տեսել։ Հեշտությամբ ստացվեց մեր փոքրիկ ավատարը։ Ահա նա, խնդրում ձեռքերդ այսպես բայ, թող բոլորը տեսնեն։ Ինչ գեղեցիկ է երեխաներ։ Ահա մեր ավատարը։ Ես կարծում եմ ձեզ դուր եկավ եւ բավականին հեշտ է։ Եվ այսքանով ուզում ենք ձեզ հրաժեշտ տալ եւ ասել մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Այսօր ով է լինելու մեր հյուրը։ Իրեն, ուշադրություն, հիմա կտեսնենք հրաշագործություն։ Բաբա, բեբե, բու։ Որդունի փոքրիկ հրաշագործ Իրեն, ինչպես ես։ Շատ լավ։ Ահա, կեցես, ինչ է մեզ անհրաժեշտ։ Անհրաժեշտ են հազարի թերթիկներ, մայոնեզ, պանիր, վարունգ եւ լոլիկ։ Պանիր, վարունգ եւ լոլիկ, ահա, ինչ պետք է անենք։ Առաջինը վերցնում ենք հազարի թերթիկները։
Ահա, վերցնում ենք 1000-ի թերթիկները։ Եվ սկսում ենք կտրատել։ Եվ սկսում ենք կտրատել։ Քանի տարեկան ես։ 7։ 7 տարեկան։ Հետո կդառնա մեծ։ Հետո կդառնաս 8, իսկ հետո կդառնաս 10։ 7 ու 10։ Ճիշտ հաշվեցի։ 9։ 9, մոռացել էի 9 նոր 10։ Իսկ որ մեծանաս ինչ մասնագիտություն ես ընտրելու։ Բժիշկուհի։ Ինչու ես որոշել դառնալ բժիշկ։ Որ մարդկանց բուժեմ։ Որ մարդկանց բուժես, վայ դու շատ բարի ես, իմ հրաշագործ։ Ինձ կպատմես քո ընկերների ընկերուհիների մասին։ Այո, ես դպրոցում շատ ընկերուհի եւ ընկեր եմ ձեռք բերել եւ նրանց հետ շատ եմ խաղում։ Բակում շատ ընկերներ ունեմ։ Քուրիկս շատ սիրելի քույրը եղբայրը, բոլորն ինձ համար բարեկամ են։ Վայ դու կեցես։ Իսկ քույրիկի եւ եղբոր անունը կասես։ Երկու եղբայր ունեմ, մեկ քույր, Երկու եղբայր։ փոքրիկի անունը Լևոն է, Լևոն։ մեծի անունը Արեգ, Արեգ։ քուրիկիս անունը Լանուշիկ։ Անուշիկ ողջույն ձեզի փոքրիկ բարեկամներ։ Եք շարունակենք, հա։ Հիմա կլցնենք կտրատած 1000 թերթիկներ լցնում ենք ամանի մեջ։ Ահա։ Բավական է։ Այո։ Հիմա կվերցնենք աղը, Աղը։ հետո կվերցնենք մայոնեզը, Վերցնում ենք մայոնեզը եւ լցնում ենք այստեղ բոլոր տեղերում։ ներողություն։ Թույլ կտայք ձեզ քեզ։ Այո։ Հետո Վերցնենք հիմա վարունգը, վարունգը, ահա։ Եվ կտրատում ենք մեջտեղից, մեջտեղից կսկսենք կտրատել։ կտրատել։ Այ դու կեցես։ Դու իսկական վարպետ խոհարար ես։ Տանը օգնում ես մայրիկին, տատիկին։ Այո։ Իսկ ինչ ես ամենաշատը սիրում պատրաստել։ Աղցան։ Աղցան։ Հիմա կլցնենք վարունգը, Լցնում ենք վարունգը։ Սիրելի փոքրիկ հեռուստատող բարեկամներ, դանակը պետք է օգտագործեք միայն տատիկների, հայրիկների, մայրիկների եւ պապիկների ներկայությամբ, այլապես գիտես չէ ինչ կլինի։ մարդը կդրես։ Չի կարելի, պետք է նախ սովորել, հետո նոր օգտագործել դանակը։ Բա, հետո Հիմա կնորից կանենք աղը, ահա նորից աղը։ կվերցնենք լոլիկը և կկտրատենք։ Իսկ գիտես, ովքեր են առաջինը լոլիկը օգտագործել խոհանոցում։ Ոչ։ Չգիտես, պորտուգալացիները մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում։ Իսկ գիտես ով է նրանց սովորեցրել լոլիկ օգտագործել։ Իհարկե, ես ասում եմ պորտուգալացիներին, Portoranto li parla cantante, il ronto me le casta chiarinto, mi bastante mi canto. բայց նրանք ասում են, Pirta la cromata. այսինքն չէին հասկանում, բայց երբ օգտագործեցին, հասկացան, որ լոլիկը Bella. շարունակենք։ Հիմա կհավելացնենք լոլիկը, Ահա։ Արդեն պատրաստ է մեր աղցանը։ ոչ, Կարող եմ ուտել։ դեռ ոչ, Դեռ ոչ, շատ մնաց։ մի փոքր, Մի փոքր էլ համբերություն եւ վերջապես մեր աղցանը պատրաստ կլինի։ Ահա։ Ավելացնում ենք։ սա, Ահա։ լոլիկի մյուսները, հիմա կվերցնենք մայոնեզը, Մայոնեզը։ Ահա։ Դուք ել սիրելի փոքրիկ հեռուստատող բարեկամներ, եթե ցանկանում եք մասնակցել մեր բում-բումիկ թակավորության խոհանոցիկային եջին, ապա զանգահարեք հետևյալ հեռախոսնամարով 49 99 49։ Ահա։ Դե շարունակենք։ հիմա կվերցնենք պանիրը, Ահա վերցնում ենք պանիրը։ Ես ֆրանսիացիներին ասում եմ, որ պանիրը անպայման պետք է ներառեք ձեր խոհանոցում։ Իսկ նրանք գիտես ինչ էին ասում։ Nicolas Filic, je crois que la technologie sont trucs. Piccolo, la partie du truc, Իսկ նրանց ասում եմ, Aujourd'hui, mon ami. Non, mon ami. Oui, mon ami. «Non, mon ami». ես ոչինչ չեմ Non, հասկանում, mon ami, oui։ Նրանք հասկացան, որ պանիրը շատ համեղ է։ Ահա։
ավելացնում ենք թերհաց պանիրը։ Եվ ահա պատրաստում մեր ամառային աղցանը։ Վերջ, Այո, պատրաստ է։ այո, Կարող ենք ուտել։ այո։ Բայց տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի այդ չեմ հավարցակում անգամ գտալով չացնել նրա տեսքը։ Ինչ պետք է անենք։ Ուղղակի ուտենք։ Արի նաև հյուրասիրենք մեր հերոստատող փոքրիկ բարեկամներին։ Համաձայն ես։ Այո։ Եկ միասին ասենք։ Բարի ախորժակ։